Դուք այն օրը ասեցիք, ես ատում եմ Ռոբերտ Քոչարյանին, բայց Լևոն Քոչարյանը Չեմ ասել ատում եմ Ռոբերտ Քոչարյանին։ Ես ասել եմ եղել է ժամանակ, երբ որ ես ատել եմ Ռոբերտ բայց Քոչարյանին։ Լևոն Քոչարյանի գործունեությունը համակրում եք այսպես ասած, որոշ անհատներ, ովքեր ունեն մասնագիտական մեծ փորձ եւ կարող են կիսվել, հանդիսանում են ընդդիմության ներկայացուցիչներ։ Դուք պատրաստ եք ընդդիմության հետ այս հարցով ամեն ինչ քաղաքական առումով դնել կողքի, հասկանալ, լսել եւ նրանց ասածները այսպես ասած ընդունել այս հարցում։ Ես մնում եմ հասկանալ իրենք պատրաստ են։ Ձեր պահվածքը Ազգային ժողովի պատգամավորին հարիր պահվածք չէր ու դուք դրեցիք մանդատը ձեր իսկ որոշմամբ։ Նախ ձեր վրա ճնշում եղավ այդպես արեցիք, թե դուք որոշեցիք։ Նախորդ հանձնաժողովի գործունեությանը ծանոթ լինելով, կասեք ինչ, գուցե չասենք բացել, բայց ինչ բացթողումներ կային, որոնք դուք այս պահին որոշել եք, որ պետք է վերացվեն։ Հիմնական բացը նախորդ հարցին պատասխան ըստիս նշեցի, դա փորձագիտական ներուժն է հանձնաժողովի։ Ու խնդիրը ստեղ անձերը չեն։ Ողջույն դեպքի սիրելի հետևորդներ, դուք կրկին դիտում եք անվտանգային ԴՆԹ հաղորդաշարը եւ այսօր իմ հյուրը Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Նախ ուզում եմ շնորհավորել նոր պաշտոնի ստանձնման հետ կապված եւ մաղթել լավ գործունեություն եւ հաջողություններով լի գործունեություն։ Եվ հենց դրանից էլ սկսենք Վիլեն ջան, քանի որ դուք շատ լուրջ եւ կարեւոր հանձնեկարել գործ, ինչ արդեն պլաններ, ինչ նախագծեր եւ ինչ մտքեր ունեք, ինչ եք պատրաստվում անել այդ հանձնաժողովում դուք։ Այդ հանձնաժողովում նախ եւ առաջ պետք է այդ հանձնաժողովի փորձագիտական ներուժին անդրադառնալ, որովհետեւ ինչպես գիտեք, յուրաքանչյուր ազգային ժողովի ցանկացած մշտական հանձնաժողով աշխատում է փորձագիտական ներուժի հիմքի վրա։ Այդ փորձագիտական ներուժը իհարկե տեխնիկական առումով նաև ազգային ժողովում ասա որ դա ներուժ ենթադրում է հաստիկներ, այդ հաստիկները այդքան էլ շատ չեն, որովհետեւ դու կարողանաս հնարավորինս բավարարես հանձնաժողովի պահանջները այդ ոլորտային վերահսկողություն իրականացնելու համար եւ ըստ այդմ նաև պետք է դիմել այլ փորձագիտական հնարավորությունների, որոնք որ հանդիսանում են հիմնականում հասարակական կազմակերպությունները եւ հասարակության անդամները մեր եւ այդ փորձագիտական ներուժի հիման վրա մեծագույն աշխատանք է կատարելու ոլորտային, որը որ պետք է հանձնաժողովը կատարի ելնելով իր լիազորություններից։ Նախորդ հանձնաժողովի գործունեությանը ծանոթ լինելով, կասեք ինչ, գուցե չասենք բացել, բայց ինչ բացթողումներ կային, որոնք դուք այս պահին որոշել եք, որ պետք է վերացվեն։ Հիմնական բացը նախորդ հարցին պատասխան ըստիս նշեցի, դա փորձագիտական ներուժն է հանձնաժողովի։ Ու խնդիրը ստեղ անձերը չեն, խնդիրը ստեղ ընդհանուր առմամբ մոտեցումն է, թե ոնց է հանձնաժողովի փորձագիտական ներուժը պետք է ձևավորվի, ինչպես պետք է ձևավորվի։ Ցանկացած պարագայում ազգային ժողովի հանձնաժողովը չի կարող հիմնվել բացառապես այն հաստիկային հնարավորությունների վրա, որոնք որ իրեն տրամադրում է ազգային ժողովը եւ պետք է, ինչպես ասեցի, դիմի հասարակական կազմակերպությունների եւ հանրությանը, որպեսզի հնարավորինս կարողանա ազգային ժողովից դուրս փորձագիտական ներուժներ գրավի գործընթացների մեջ։ Իսկ ասեք, ինչպես եք պատկերացնում արդեն համագործակցություն հասարակական կազմակերպությունների եւ թե անհատների հետ, ինչպես են նրանք մասն կդառնալու եւ հստակ ինչ քայլեր կա, որոնք արդեն գուցե որոշել եք, որ պետք է արվի։ Բաց թափանցիկ կառուցողական ձևաչափերը տարբեր են, ձևաչափերը կան նաև կանոնական օրենքով սահմանված, ազգային ժողովը կարող է հանձնաժողովը կարող է ունենալ ենթահանձնաժողովները, կարող է ունենալ նաև աշխատանքային խմբեր, հիմնականում դրանց միջոցով։ Պարոն Գաբրիելյան, իսկ կասեք հստակ այս պահին պաշտպանության եւ անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետությունը ինչ խնդիրներ ունի, կարծես թե մի կողմից մենք արդեն խաղաղության շրջանում ենք, խաղաղություններում, մյուս կողմից բայց դեռ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Դուք ինչպես եք գնահատում, ինչն է մեր առաջնային խնդիրը այս ոլորտում։ Ինչ որ ուղիղ արդյունք մեր առաջնային խնդիրը իրականում անվտանգության ոլորտում է դեմոգրաֆիան է Հայաստանի Հանրապետությունում։ Բայց որպեսզի մի հարցի վրա չսևեռվեմ, երբ որ մենք խոսում ենք պաշտպանությունից եւ անվտանգությունից եւ կոնկրետ հանձնաժողովից, դեռ պետք է հստակ հասկանանք, դուք որ հարց տալիս եք ինչ նկատի ունեք։ Պաշտպանությունը, զինված ուժերը, ներքին գործերի նախարարությունը, ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, ազգային անվտանգության ծառայությունը, դրանք բոլորովին տարբեր ոլորտներ են, որոնք որ այնուամենայնիվ համակցված են եւ պարտավոր են
ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը, եւ ելն եմ ասում, թե դուք ինձ հարցնեք մի խնդիր, Մի քանի խնդիր մի խնդիր գոյություն չունի իրականում, բայց հիմնական խնդիրը, եթե գլոբալ առումով վերցնենք, այդ բոլոր համակարգերի ընդհանուր անվտանգային համակարգով իրար հետ համակցված աշխատանքն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովում է լիարժեք։ Շատ բարի, տեսեք, պարոն Գաբրելյան, դուք այն մարդկանցից եք, ով լինելով ՔՊ-ի անդամ, միշտ քննադատողական խոսք ամեն դեպքում ասում է, այսինքն ՔՊ-ի ներսում այն ստեղծված տպավորությունը, որ բոլորը համաձայն են, դուք այդ մարդկանցից չեք համաձայնում։ Դուք միշտ ասում եք, եթե ինչ-որ ձեր սրտով չի արտահայտվում։ Հիմա արդյոք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անվտանգային առումով մինչ այս ժամանակահատվածը կարողացել է օգտագործել, որպեսզի մենք ունենանք ապահով անվտանգ պետություն։ Եվ դուք հիմա գալով ձեր ասածները շատ կարևոր են։ Ինչպես եք փոխելու լինելով, թեկուզ համակարգը կարող է փոխել, բայց ինչպես եք պատկերացնում։ Այսինքն ձեր դեմ խոսակցությունները անգամ, ինչպես եք տանում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ես միանշանակ միակը չեմ, մեր մոտ յուրաքանչյուրն է անհատը, յուրաքանչյուրն ունի իրավունք իր ձայնը բարձրացնելու եւ մեր մոտ քննադատությունը միշտ էլ կա, որովհետեւ Բայց քննադատողները այնպես չի, քննադատողները շատ են, բոլորի հետ կարծես թե չէ, որովհետեւ մի կարևոր հարց կա, որովհետեւ մեզնից լավ մեզ ոչ մեկ չի կարող քննադատել, փաստը կայանում է դրան։ Մենք ինքնակննադատությամբ միշտ էլ կարողացել ենք զբաղվել եւ միշտ էլ զբաղվում ենք, որտեղ դա շատ կարևոր ունակություն է։ Ինչ վերաբերում է կրկին անվտանգային ոլորտին, էլի ասեմ, անվտանգային ոլորտը մեծ համակարգ է եւ հիմնականում անվտանգային ոլորտում փոփոխությունները պետք է լինեն համագործակցության կառուցողական աշխատանքի շրջանակում համապատասխան գերատեսչությունների ոլորտային, որոնք որոշում են քաղաքականությունները այս կամ այն ոլորտում ազգային ժողովի ներուժը օգտագործելով կապված օրենսդրական դաշտի բարելավման մասով եւ այդ թվում նաեւ հանրության հետ համագործակցության միջոցով կա եւս մի ֆունկցիա, իհարկե, որ ազգային ժողովը պարտավոր է իրագործել, դա խորհրդարանական վերահսկողությունն է, որի հիման վրա էլ պետք է իրագործվեն ծրագրերը եւ հետագայում այդ իրագործված ծրագրերի արդյունավետությունը ստուգվի։ Պարոն Գաբրելյան, իհարկե օրենքների սահմանում ազգային ժողովում ամեն մեկը իր սենյակում որոշումներ կայացնելու եւ այլնի հետ կապված համաձայն են, բայց հողերեն առումով, երբ որ Հայաստանի Հանրապետությունը այս պահին, պետք է հողերեն լինի ապահով երկիր, որտեղ կարելի ապրել։ Այս հաշվի առնելով վերջին շրջանի գործողությունները, իրադարձությունները, հողերեն ինչպես է պատկերացնում այդ ամենը, թե տարածքային, թե սահմանային, թե Տեսեք, մենք այսօր խաղաղությունից ենք խոսում, բայց փաստացի մենք այսօր ունենք սահմանային խնդիրներ։ Ադրբեջանը մեր սուվերեն տարածքներում, այո, դուք այս մասով ո՞նց եք պատկերացնում։ Այս մասով սահմանազատման հանձնաժողով կա իր աշխատանքային կանոններ, կա Ադրբեջանի Հանրապետության հետ համաձայնություն այդ աշխատանքի շրջանակում, այդ աշխատանքի շրջանակում պետք է խնդիրները սահմանվել լուծվեն, որպեսզի Ադրբեջանի զինված ուժերը չգտնվեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Ինչպես պետք է լուծվեն, անձամբ ձեր կարծիքն է հետաքրքիր, որպես համագործակցությունը Ադրբեջանի Հանրապետության հետ շրջանակում պետք է կանոնակարգ համապատասխան հանձնաժողովի ինչպես պետք է լուծվեն։ Արդյոք նրանք մինչև վերջ ի օգուտներ մեզ այդ ամեն ինչը կլուծեն։ Դուք գտնում եք նրանք արդար են մեզ հետ եւ իսկապես ամեն ինչը այդ համաձայնության ներքո լուծվելու է։ Գործընթացը կայանում է նրանում, որպեսզի երկու կողմը պետք է այնպես աշխատեն, որպեսզի իրար հանդեպ հնարավորինս արդար լինեն։ Հիմա իրանք ի վերջո դե ինչի պետք է չհավատամ, եթե առնվազն վերջի 2 տարվա շրջանակում այն քաղաքականությունը, որը տանում է կառավարող ուժը եւ Ադրբեջանի Հանրապետության իշխանությունը, ըստ էության արդյունք են տալի եւ հիմա այս պետքա մենք sense ասենք, պետքա չհավատանք ու չաշխատենք այդ ուղղությամբ, թե պետքա հավատանք ու աշխատենք եւ փորձենք ի վերջո այդ գործընթացների ինստիտուցիոնալացնենք։
Շատ լավ։ Կասեք, արդեն ազգային ժողովի այս մի քանի օրվա վերջին գործունեությունից հետո ձեր կարծիքն եմ ուզում լսել, թե ընդդիմության հետ ինչպես եք պատրաստվում համագործակցել ու ազգային ժողովի աշխատանքը ինչպես եք գնահատում, որովհետև հասարակության մոտ հենց առաջին նիստերից հակասական վերաբերմունք սկսվեց իրար վիրավորելու, անձնական վիրավորանքների եւ իրար հետ լեզու չգտնելու առումով։ Դուք ինչպես եք Իրոք գումարման ազգային ժողով։ Իրոք գումարման ազգային ժողովում ոնց որ թե առաջարկ կա եղել, որի շուրջ պայման է ձևավորվել ընդդիմադիր գործընկերների հետ, բարեկարգության շրջանակներում գործելու, մեկ-երկու դեպք եղել է, բայց միանշանակ դա համեմատելի չի ութերդ գումարման ազգային ժողովի ոչի հետ, այդ ուղղությամբ պետք է աշխատենք, այդ բարեկի առումով համեմատել։ Թե ութերդ գումարման ազգային ժողովում ձեր ասած դեպքերը իրար վիրավորելը շատ ավելի շատ են եւ հաճախ են, այս առաջի 16-17 օրվա ընթացքում հա 1-2 դրվագ ունեցինք, բայց փաստը կայանում է նրանում, որ այդ դրվագներից հետո, այսպես ասած, իրարից չենք նեղացել եւ դաղիժից դուրս եկել, այդ դրվագների մասին քննարկել ենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ, բաց քննարկում է տեղի ունեցել եւ հաստատի 3 տեղ հասկացել ենք, որ դա այն ոչը չի, որը որ օգուտ է տալի ազգային ժողովի աշխատանքներին, ինչ վերաբերում է ազգային ժողովի աշխատանքներին, հանձնաժողովի մասով, այս պայմանությամբ հանձնաժողովում, որպեսի վերջնականապես հանձնաժողովը ձևավորվի, դեռ տեխնիկական որոշակի հարցեր կա, հանձնաժողովի կանոնակարգը պետք է հաստատվի, այդ ուղղությամբ աշխատում ենք ներկայումս առաջիկա օրերը տեղի կունենա հանձնաժողովի առաջին նիստը։ Պարոն Գաբրելյան, վերադառնալով անվտանգային հարցերին, ուզեմ նաև ձեր կողմից լսել, թե դուք որպես անհատ, երբ որ Արցախի կորստից հետո հատկապես Հայաստանի Հանրապետության անվտանգության հիմնական նշեցիք, որ համակարգերը պետք է աշխատեն, բայց արտաքին վեկտորների մասին կուզեմ խոսել, թե ինչպես եք պատկերացնում Հայաստանի հետագան արտաքին առումով։ Մենք ինչ վեկտորներ պետք է ունենանք, որպեսզի ավելի անվտանգ ու ապահով հայրենիք ունենանք։ Կարծում եմ դա թե վարչապետը, թե կառավարությունը, թե մեր թիմը բազմիցս ասել է, դա դիվերսիֆիկացիան է արտաքին հարաբերությունների, հավասարակշռված եւ հավասարակշռման քաղաքականությունը, որը որ պետք է տանի Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի մի կենտրոնից կախված չլինի, այլ բարձր իմաստով կախված չլինի, այլ կախված լինի կամ փոխկապակցված լինի մի քանի հատ ուժի կենտրոնի հետ։ Իսկ ասեք, ելնելով նայած, որ ձեր պաշտոնի ստանձումից ի վեր, կարծես թե մի փոքր քննադատություններ եղան, չվստահելու եւ այլն, չնայած դուք արձագանքեցիք, բայց կուզեմ եւս մեկ անգամ այս թեման քննարկել, ինչու ձեզ չեն դիտարկում այս պաշտոնում, որն է մարդկանց խնդիրը։ Դե հարց բարձրացնեմ, ով չի դիտարկում։ Ընդդիմության ներկայացուցիչները։ Ընդդիմության ներկայացուցիչները ես համաձայն չեմ ձեր տեսակետի հետ, որ չեն դիտարկում, որովհետև ես հաշվի եմ առնում ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավարի կարծիքը տվյալ պարագայում, կապված դիտարկել չդիտարկելու հետ եւ փաստացի մարդը ուղիղ ասել է, որ ինձ լսել է եւ այո, իմ հետ պատրաստ են աշխատել եւ այդ փոխադարձ շահավետ աշխատանքի շրջանակում ես ունեմ արտահայտվել։ Եթե նկատի ունեք քաղաքական դիրքորոշումը, որը որ արտահայտվում է քվեարկության շրջանակում, այսինքն բունտված քվեների, դա էլ է բնական ընդդիմություն է, ըստ էության որոշակի կարող է տենց այդ դասական ոճով կառավարող ուժի տեխնացուին քվեարկել այդքան էլ նպատակահարմար չի գտնում, բայց ես եմ ասում, ես հաշվի եմ առնում, որ ես իմ քվեարկության ընթացքում 19 հոգի ընդդիմությունից անվանվել են քվեարկել, ինչը առնվազն նշանակում է, որ դեմ չէին։ Եվ դրա համար, երբ որ դուք ասում եք վստահության խնդիր կա, ես դա չեմ տեսել առնվազն ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիայի ընդհանուր կարծիքի մեջ, որտեղ ես ոնց հասկացել եմ եւ իրականում ես դա նախապես է իմացել եմ, որ ընդդիմադիր ֆրակցիայի մեջ միանշանակ կարծիք իմ տեխնացության վերաբերյալ գոյություն ունի։ Իսկ դուք ինքներդ ինչպես եք գնահատում, քանի որ շատ չառանձնացնենք, բայց շատ կարևոր այս բան ուղղակի ղեկավարում փաստացի, որովհետև անկախ բոլոր մյուս հարցերից ամենակարևորը Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու պաշտպանությունն է։ Դուք ձեր կարողությունները ինչպես եք գնահատում եւ համեմատելով նախկին տարիների գործունեությանը այս պաշտոնում, այսպես ասած, ինչ նոր պարտականություններ ու մարտահրավերներ դուք ձեր առջև ունեք։ Ես համաձայն չեմ, որ
պաշտպանությունը եւ անվտանգությունը ամենակարևոր օղակն են։ Չկա չկարևոր օղակ, բոլոր օղակներն կարևոր են։ Մեր հիմնական խնդիրը նրանում է, որ այդ բոլոր օղակները, որոնք որ կան, իրար հետ համակցված արդյունավետ աշխատեն մի ընդհանուր համակարգի մեջ, որպեսզի այո Հայաստանի Հանրապետությունը լինի անվտանգ, քաղաքացիները պաշտպանված եւ ապրեն բարեկեցիկ կյանքով, եթե կոնկրետ հարցնում եք ունակությունների մասով, ես կրկնում եմ 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր եմ եղել, տվյալ հանձնաժողովի, եւ ես համարում եմ, որ բավականին արդյունավետ պատգամավոր եմ եղել, որովհետեւ հիմնականում իմ աշխատանքը միտված է եղել օրենսդրական գործունեության վրա, որովհետեւ ուժ կասեմ, պարզ է, չէ՞ որ 8-րդ գումարում երբ որ ընտրվել եմ պատգամավոր, չեմ իմացել դա ինչ է նշանակում, բայց այդ ընթացքում հասկացել եմ, գիտակցել եմ եւ իրականում այդ աշխատանքը բավականին սիրել եմ, որովհետեւ ես համարում եմ, որ ես հասկանում եմ հիմնական խնդիրները որտեղ են Հայաստանի Հանրապետությունում, որոնց պատճառով որ համակարգերը կատարյալ չեն եւ չեն աշխատում այնպես, ինչպես օրինակ չասեմ, ես կուզեի, կամ մենք բոլորս կուզեինք, որ հնարավորինս արդյունավետ աշխատենք, հիմնական խնդիրները իմ համար միանշանակ կայանում են օրենսդրական դաշտում, որովհետև մեր օրենքները կրկնվում էլի անկատար են, մեր օրենքները ձևակերպումները բազմաթիվ մեկնաբանություն տվող են, լողոզված են եւ այդ ուղղությամբ հսկայական աշխատանք կա աշխատելու, որպեսզի համակարգերը իրար հետ ավելի համահունչ եւ արդյունավետ աշխատեն, թե մեր քաղաքացիները ապրեն ավելի անվտանգ եւ բարեկեցիկ կյանք։ Քանի որ խոսեցինք ձեր նախորդ գործունեության պատգամավոր լինելու մասին, դե բոլորը գիտեն ձեր հետ կապված հայտնի միջակայքը, որը չեմ դիմել հիշել, բայց որից հետո դուք հետաքրքիր մի գրառում արեցիք, որ ձեր պահվածքը ազգային ժողովի պատգամավորին հարիր պահվածք չէր ու դուք դրեցիք մանդատը ձեր իսկ որոշմամբ։ Նախ ձեր վրա ճնշում եղավ այդպես արեցիք, թե դուք որոշեցիք, սա ինձ հետաքրքիր։ Դուք ինքներդ հասկացաք, որ այդ միջադեպը վատ համբավի, վատ ազդեցություն կունենա հետագա պատգամավորների համար, չնայած բոլորը շատ տարբեր պատմությունների Ձեր կարծիքով ես կեղծավորություն եմ անում, որ ասում եմ իմ որոշումը։ Բայց ես հասկանում եմ ձեր հարցը միտումից, ես կարամ ուրիշ բան ասեմ, որոշումը բացարձակապես հիմն է եղել, ես գիտակցել եմ, բայց նաև եթե տենց ուզում եք որոշակի քաղաքական առումով այդ հարցադրման մեջ մոտենաք, եթե ես դա չանեի, իմ գործընկերները, իմ թիմակիցները լրիվ իրավունք ունեին իմ հարցը մեր վարչությունում քննարկել եւ ինձ թե նկատողություն տալ, թե հեռացնել, էլի ասեմ, եթե ես լինեի վարչության անդամ նմանատիպ դեպք լիներ իմ թիմակիցներից մեկի հետ, ես առաջին նախաձեռնողներից էի լինել, որ իր հարցը քննարկվի եւ դա նորմալ բնական բան է, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, որովհետեւ եթե թիմի մեջից մեկը փաստացի խախտում է որոշակի կանոններ, ինքը պետք է պատասխանատվություն կրի։ Պատասխանատվություն կրելու մեխանիզմները երկուսն են, կամ ինքը գիտակցում է կրում է, կամ դու իրան պարտադրում ես, որ ինքը գիտակցի, եթե չգիտակցում արդեն դե ոնց ուրիշ խնդիր է, ի սկզբանե ոնց ուրիշ խնդրեմ ա եղել։ Շատ լավ, իսկ ասեք, քանի որ արդեն մի անգամ միջադեպը եղել, ինչպես հայերս ասում են, մաթո անոդից է եկել, հիմա քանի որ դուք շատ էլի եմ կրկնում ինձ համար, գուցե ձեզ համար չէ, բայց պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն եք եւ այս դեպքում հնարավոր է այդ դեպքը նմանատիպ դեպք կրկնվի, թե դա ձեզ կյանքի դասեր ու երբեք թույլ չեք տա։ Բացառված է նմանատիպ դեպք կրկնվի, որովհետեւ թե քաղաքական առումով թե անձնական ամբիցիաների առումով sense ասեմ ձեզ, այդ դեպքը մի կողմից որքան էլ որ հաստատի կարող ենք համարել, որ ինձ վնասել է, որովհետև ես մինչև հիմա էլ լսում եմ կարծիքներ առայն, որ անգամ այդ դեպքից հետո ես պետք է մանդատս վայր չդնել, դա սխալ որոշում էր իմ կողմից։ Ու որոշակի sense ինքնին համար իմ քաղաքական հետագծի մեջ որոշակի ռեստարտի հիմք է, որը ես դեռ միշտ պահ արդյունավետ օգտագործում եմ եւ դեռ առաջիկայում արդյունավետ օգտագործել եմ կոնկրետ տվյալ իրավիճակի դեպքի հետ կապված նմանատիպ դեպք այլևս բացառված է տեղի ունենային հետ։
ուսում։ Եվ կուզեմ նաև խոսել այն մասին, որ երբ որ ժամանակին դուք որպես ընդդիմադիր ներկայացուցիչ էիք, այսինքն միջև հեղափոխությունը, միջև քաղաքական դաշտ գալը, դուք շատ եք նշում Հայաստանում տիրող անարդարությունների մասին, անհավասարությունների մասին եւ ինչպես դուք եք նշել, դա էլ պատճառն է, որ դուք ընդհանրապես դատախցիք այս ամեն ինչի մեջ եւ դարձաք քաղաքական գործիչ։ Հիմա, քանի որ արդեն երկար տարիներ է ձեր քաղաքական ուժն է իշխանություն եւ շատ բան դուք պետք է փոխողը լինեք, արդյոք այդ համատարած արդարացիությունը եւ հավասարությունը վերականգնվել է։ Համատարած անարդարություն Հայաստանի Հանրապետությունում ներկայումս պնդում եմ, որ գոյություն չունի։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունները ունեն արդարության պահանջ կամ որոշակի անարդարության զգացում, ճիշտ գնահատել, միանշանակ ունեն։ Արդյոք այդ ուղղությամբ պետք է աշխատել, միանշանակ պետք է աշխատել, որովհետև եթե անարդարությունը համակարգված չի, այնուամենայնիվ ինքը գոյություն ունի եւ ինքը գոյություն ունի, կրկնվեն եւ այդ գոյության հիմնական խնդիրը մեր համակարգերն են, որոնք որ մինչ օրս շատ դեպքերում աշխատում են հին ձևերով, հին ոճով, հին բովանդակությամբ, հին էությամբ եւ շատ դեպքերում սկի համակարգերը իրար մեջ հարաբերվելուց եւ կոմունիկացիա անելուց անկեղծ չեն, շատը իրենց աշխատանքի մեջ կեղծավորություն է նաեւ, պետք է այդ եմ ասում, այդ աշխատանքը պետք է հետեւողական իրագործել, որպեսզի այդ համակարգերը մեր քաղաքացիների համար լինեն հնարավորինս պարզ, հստակ եւ այդ անարդարության զգացումը էլ ավելի քչանա։ Իրականում որպես այդպեսին, եթե վերցնենք անհատի մակարդակով, կարող ունենանք մի անհատ, որի համար, որ երբևիցե այդ անարդարության զգացումը չի վերանալու, եւ ինչ-որտեղ դա բնական կլինի, որովհետեւ չի կարող ամեն ինչ կատարյալ լինի, բայց խնդիրը հենց նրանում է, որ պետք է ձգտել նրան, որ հնարավորինս ավելի կատարյալ լինեն թե համակարգերը, թե գործընթացները Հայաստանում։ Ես տեսած համաձայն եմ, որ պետք է ձգտել, որ համակարգային լուծումներ տրվեն եւ ընդհանրապես համակարգային ընթացակարգով բոլոր խնդիրները լուծվեն, բայց այսքան տարիներ է արդեն քաղաքացիական պայմանագիրը որպես իշխանություն ասում է, որ պետք է արի, բայց պետքեները վերջապես երբ են դառնալու իրականություն։ Չէ՞ որ շատ երկար ժամանակ է որ Պետքեները դառնում են իրականություն, պետքեները այնպես չի որ չեն դառնում իրականություն։ ոչ լրիվությամբ եւ Ոչ լրիվությամբ, ոչ պատշաճ ինչ դուք գիտեք մենք գոհ ենք, առաջին դժգոհը մենք ենք։ Եվ դա է մեզ համար ամենակարևոր խնդիրը, որ մենք գիտենք, որ շատ բաները շատ ավելի լավ կարային լինեին, բայց մենք էլ ենք հասկանում, որ այդպես չի, որ բազմաթիվ խնդիրներ կա, ու էլի պետք է անդրադառնամ համակարգերին, ես համարում եմ, որ հիմնական խնդիրները համակարգերից է գալի իրականում այդ իրավակառավարչական փոխհարաբերություններից, ամենապարզ բանը ասեմ, համակարգերի թղթաշրջանառությունից։ Կարծես թե 21-րդ դարն ամենապարզ բանն է, բայց զուտ համակարգի մեջ, ինստիտուտի միջև փոխհարաբերությունների մեջ կարող է մի թղթի խնդիր ունենան, որը որ ամիսներով չկարողանան լուծեն իրար մեջ, որպեսզի պատշաճ կոմունիկացվեն եւ արդյունք ստանան։ Հարցը դրա մասին է, որ ինչն է, որ ղեկավարող մարդիկ լավ չեն կազմակերպում, թե հենց կատարողները հարցը բացարձակապես ղեկավարող մարդիկ չեն, հարցը ընդհանուր համակարգն է։ Այո, մենք տեղեր կարող ունենանք, որտեղ որ ղեկավարը կարող լավ չտիրապետի իրավիճակին, բայց արդյոք դա ղեկավարի խնդիրն է։ Իսկ գուցե դա զեկուցողի խնդիրն է, այն նեղ ոլորտային պատասխանատուի խնդիրն է։ Ես առաջնային կարծում եմ, որ օրինակ ես եկեք ավելի ճիշտ որ լինի հանձնաժողովի վրա օրինակ բերեմ, կամ 8-րդ գումարման վրա ձեզ օրինակ բերեմ։ Հիմա ես նոր մարդ եմ, ազգային ժողովի պատգամավոր տրվել, ինձ թեմի շրջանակում քաղաքացիները ընտրել են։ Ինձ մանդատ են տվել, ես եկել եմ պատգամավոր, պարզը չէ, որ շատ բան չեմ հասկանում, եւ բնական բան է։ Դա բնական բան է, դրա մեջ ոչ մի վատ բան չի կարող լինի։ Ցանկացած մարդ երբ որ գնում է նոր աշխատանքի ընդունվելու, որքան էլ որ ինքը ունի թեորետիկ գիտելիք, պրակտիկայի մեջ է։ Բայց այս դեպքում երկրի ղեկավարման մասին խոսում ենք, չէ՞ սովորական աշխատանքի։ Չի դուք գիտեք, որ ինչ-որ նախարար միջից 30 տարիների ընթացքում որը որ նշանակվում է, ինքը տես միանգամից լիարժեք պատկերացում է, շատ կարևոր է պատկերացում ունենալ իհարկե, բայց այնպես չի, որ տենց դու լիարժեք պատկերացում ունենալով հանդերձ կարաս դիրապետես համակարգի ամենատենց փոքրիկ խութերին։
Հա, եւ դեպ հենց այդ խութերն են ի վերջո գալի եւ դառնում քո համար հիմնական խնդիր։ Երբ որ դու ընդհանրապես պատկերացում չես ունենում, էլի, երբ որ դու պատկերացում ես ունենում, դու կամաց գալի հասնում ես նաեւ այդ փոքրիկ խնդիրներին, որոնք որ մանր կուտակվում են եւ կարող են դառնալ մեծ խնդիր, բայց էլի անդրադառնալու 8-րդ գումարման հանձնաժողովի աշխատանքներին, ես որպես այնպես չի, որպեսզի շատ բան իմացող մարդ, ինձ առաջի օգնողով պետք է լինեն։ Ինձ առաջի օգնողով պետք է լինի մեր հանձնաժողովի փորձագետները, որպես այդտեղ փորձ ունեցող մարդիկ։ Իրանք պետք է ինձ առաջինը հուշեին, ինչի վրա ես կարամ առաջնային ուշադրություն դարձնեմ, իմ պատկերացման շրջանակից ներս թե դուս էդի կարևոր չի։ Իրանք ինձ պետք է ասեին օրինակ, որ կան sense պրոյեկտներ, որոնց վրա օրինակ մենք տարիներ շարունակ աշխատել ենք եւ չեն կարողացել ինչ-ինչ պատճառներով արդյունք ստանալ, եւ որպեսզի ես կարողանամ դառնալ լավ պատգամավոր, ինձ պետք է լինացել փոխհամագործակցությունը, որի շրջանակում ես պետք է որոշումներ կայացնեմ։ Այս կամ այն բանը արդյունավետ է թե ոչ արդյունավետ է, եւ ես դրա համար եմ ասում, որ փորձագիտական շրջանակը այդ տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը արդեն կարամ հանձնաժողովից դուրս գալ, ընդհանրապես համակարգերում լրջագույն խնդիր է փորձագիտական շրջանակները եւ համակարգերի մեջի փորձագետները Հատկապես անվտանգային եւ հա դրանք կան սուբյեկտիվ եւ օբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, պայմաններ, իրանք շատ են եւ իրեն ասում պետք է հետեւողական աշխատել, որպեսզի մենք յուրաքանչյուր հաջորդ օրը մեր համակարգերը լավ արդյունավետ աշխատենք։ Վերջին դրա մենք երբեք չենք հասնելու։ Դրա վերջին, որ ասենք իդեալական համակարգը աշխատում է, տես պահ չի գալու, որտեղ աշխարհն էլ է զարգանում, տեխնոլոգիաներն էլ է զարգանում, մարդիկ էլ են զարգանում։ Եթե մարդը այսօր չունի ինչ-որ մի բանի պահանջ, որ անգամ կարող է չի ենթադրում, որ այդ բանը կարելի ավելի հեշտ անել, բան կարող է ունենալ։ Պարոն Գաբրելյան, տեսեք, իրականում ճիշտ է, որ համակարգային լուծումներ են պետք, անհատների, մասնագետների, փորձագետների խնդիր ունենք, անկախ նրանից դուք կլինեք տվյալ հանձնաժողովի ղեկավարը թե Պողոսը թե Պետրոսը, պետք է լինեն փորձագետներ։ Դուք ամենասկզբում հաղորդման նշեցիք, որ պատրաստ եք ՀԿ-ների եւ անհատների հետ աշխատել, բայց այստեղ մի հարց եմ ուզում տալ, նաեւ որոշ անհատներ, ովքեր ունեն մասնագիտական մեծ փորձ եւ կարող են կիսվել, հանդիսանում են ընդդիմության ներկայացուցիչներ։ Դուք պատրաստ եք ընդդիմության հետ այս հարցով ամեն ինչ քաղաքական առումով դնել կողքի, հասկանալ, լսել եւ նրանց ասածները, այսպես ասած, ընդունել այս հարցում։ Ես մնում եմ հասկանալ իրանք պատրաստ են։ Իրանք իսկ մնում պատրաստ են։ Չէ՞ որ նրանք հանուն հայրենիքի եւ Հայաստանի Հանրապետության են խոսում։ Դե քանի որ մենք չենք անձնավորում, ես էլ ես թույլ կտամ ասել, որ դե ինձ իրավունք կվերապահեմ կասկածել արդյոք իրենք պատրաստ են։ Եվ արդյոք լոզունգները, որոնք որ բարձրաձայնում են իրենք եւ իրենց նպատակները համապատասխանում են իրականության եւ իրանք այդ նպատակները մազնիվ են։ Այդ իրավունքը դենց ինձ դեռ կվերապահեմ հասկացելու ամեն ինչ կախված է իրանցից ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի դռները բաց են, ցանկացած մարդ կարող է գալ, ցանկացած հարց կարող ենք քննարկել եւ եթե քննարկման ընթացքում հասկանանք, որ այդ հարցը արժանի է մեր ուշադրության, որ այդ հարցը օգուտ է տալու Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, մասնավորապես պաշտպանության եւ անվտանգության ոլորտին, որից է խնդիր չկա այդ հարցուղության լուծման ուղղությամբ աշխատել բացարձակապես։ Անկախ քաղաքական հայացքներից առավել եւս հետո խոսքը գնում է պաշտպանության եւ անվտանգության մասին։ Շատ լավ։ Իսկ եթե դուք ունենաք որոշում, օրինակ, այդ մարդուն լսել, բայց ձեր քաղաքական թիմը ցանկություն չունենա զուտ քաղաքական դիրքորոշումից եւ իրար վիրավորելուց ելնելով, այսպես ասած, որովհետեւ քաղաքական դաշտում հիմա անձնային վիրավորանքների շարք է սկսվել, որոնք Շենք չի սկսվել, ինքը անդադար է։ Մինչ այս կարգի չի եղել։ Չէ, ինքը անդադար է։ Չէ, համոզիչ չեմ դրել։ Ինքը 5 տարի առաջ ուրիշ է եղել։ Այ 5 տարի առաջ որ դուք դա ասեք, ես սկսեի հասկացել է։ Հիմա տենց բան գոյություն չունի։ Հիմա կան տենց։ Ոնց գոյություն չունի։ Ազնապես դուք այն օրը ասացիք, ես ալտում եմ Ռոբերտ Քոչարյանին, բայց Լևոն Քոչարյանին։ Չեմ ասել ալտում եմ Ռոբերտ Քոչարյանին։ Ես ասել եմ եղել է ժամանակ, երբ որ ես ատել եմ Ռոբերտ Քոչարյանին։ Բայց Լևոն Քոչարյանի գործունեությունը համակրում եք, այսպես ասած, Ես ասել եմ համակրում եմ։ Դե ձեր խոսքերից չեմ ասել համակրում եմ, ես ասել եմ դե ուզում եք ուրիշ ձև ձևակերպեմ։ Ես ասել եմ մեղքս գալիս է։
Բայց այդպես չեք ասել։ Ну, հա, ոչ ուղիղ, բայց ոչ էլ ասել եմ, որ ես ատում եմ Ռոբերտ Քոչարյանին, դուք դες բան եք լսել, որ ես ասել եմ, որ ես ատում եմ Ռոբերտ Քոչարյանին, ասել եմ, ես ատել եմ, բայց քանի որ հասկացել եմ, որ այդ ատելությունը իմ մեջի ոչ միայն քաղաքական առումով չի նպաստում նրան, որ ես այն հռչակած նպատակներին, որոնք որ հռչակել է որպես քաղաքականությամբ կամ քաղաքացիական ակտիվությամբ զբաղվող, չեն նպաստում նրա արդյունավետությանը, ինձ առանձնապես վնասում են, որպես մարդ ինձ վնասում են, որտեվ ատելությունը նենց զգացվում կա, ցանկացած մարդուն, ասում եմ, ու վերջում այդ մարդուն, որոնք որ իմանես չի որ չկան տես մարդիկ, որը երբ փողոցով քայլեմ, տենց ատելությամբ, քաղաքական հայացքից ելնելով իմ ուղղությամբ նայել, բայց այդ ինձ չի վնասել, այդ մարդուն է վնասելու վերջում, ինքը անձնական խնդիրներ է ունենալու ինքը իր մեջ, դա էլ տենց իմ կողմից խորհուրդ է դի ուղղակի, ինչքան էլ մարդուն վատը համարես, ատել պետք չի հաստատ իրեն, առավելևս եթե խոսքը գնում է քաղաքականության, առավելևս եթե խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության մեր բանում տենց լոզունգային ասեմ անդիմադի հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության մասին, այդ դեպքում ինչ կապ ունի քո քաղաքական մրցակիցը, դու իրան ատում ես, չես ատում, կարող է վաղ իր այդ նույն խրամատում ես հայտնվում, կարելի է այդպես բանը։ Դե ձեր այս մտքերը ձեր ամբողջ քաղաքական թիմի գոնե 50%-ը կիսում է ըստ ձեզ։ Կարծում եմ այո կիսում են, կարծում եմ ավելի շատ է կիսում, ով էլ չի կիսում ժամանակի ընթացքում միանշանակ կիսել է, որտեղ թմի մեջ էլ ինչքան են արժե համակարգի գաղափարները, մարդիկ ոնց են թմի մեջ հավաքվում այդպես, բայց այնպես չի, որ բոլորի մոտ ինքը նույն մակարդակի վրա է։ Դրա համար էլ է ժամանակ պետք որ գազ հասնես ինչ-որ մի կետին, էլ մարդ չի ծնվում ինչ-որ արժե համակարգով ու գաղափարներով, մարդ ժամանակի ընթացքում փորձից ելնելով է գալի հասնում ինչ-որ մի կետի գիտակցական։ Շատ լավ, քանի որ դեռևս պետք է սեպտեմբերից արդեն տեսնենք, թե դուք ոնց եք ղեկավարում եւ ինչ է կատարվում այդ ոլորտում, միջ այդ կուզեմ Ուզում եք ընդդիմադիրների մասով ասեմ ինչ եմ դա էի ասում, այո։ Պատրաստվում եմ այնց անեմ, որ աշխատեն առավոտից իրիկուն։ Նրանք չեն աշխատում, Իրանք չեն աշխատել բացարձակապես։ Մեր ընդդիմադիրները, որոնցով ապացուցում է, որ դուք չեք աշխատում։ Կներենք, դե Ամի վնաս Հայաստանի ուզում եք այդպես ամեն օր դուրս կամ նենց ելույթներ ունենամ, հերիք չի ձեր համար բազելի որ ընդդիմությունը ոչ մի բան չի արել այս ընթացքում, երկրորդը սա հանրապետությունը ինձ ծաղ տա, ասի որ ինչ լավ տղա է։ Շատ հանգիստ է, կարամ օրը 3 անգամ տենց անեմ։ Իմ անձնական էգոն բավարարելու համար, բայց դա չէ, որ փաստերով է։ Տարբեր Չէ, փաստերով այ օրինակ ես որ լինեի ընդդիմադիր, կվերկենայի ազգային ժողովի ամբիոնից, այո, դա այնտեղն է, որտեղ որ դու պետք է խնդիրը բարձրաձայնես։ Բայց երբ դու այդ խնդիրը բարձրաձայնում ես, դու պետք է այդ խնդրի վրա, որը որ թուղթը գրված է, գնաս ու տենց կռվով, դավով կաբինետ գնաս հասնես նրան, որ վատ իշխանությունները ստիպված լինեն այդ խնդիրը լուծել։ Ոչ թե գաս ասես, sense խնդիր կա, դուք վատն եք, մեկը չանող եք, ստեսություն ես գնացի։ Դա նշանակում աշխատում է։ Այդ նշանակում է ուղղակի կամերա է հանրության առջև ուզում է այդպես լավ է երևա, հելում է մի ճիշտ բան ասում, բան չունեմ ասել սխալ բան ասում։ Դուրս է գալի մի ճիշտ բան ասում, բայց ասում փրկվում է գնում է տուն, թեյ խմելով։ Այս վերջին 6 տարվա ընթացքում 8 արման շրջանակներում մեր ընդդիմադիրները 2, 3, 4, լավ 10 անգամ են ինչ-որ օրենսդրական օրինակ նախաձեռնություն բերել։ Բայց էլի եմ ասում, տենց այդ օրենսդրական նախաձեռնությունները այնպես չէ, որ ընդդիմադիր ես կամ կապ չունի կարա հավուրով ես բերում ես եւ միանգամից պետք է բրդես պետք է աշխատես դրա շուրջ։ Օրինակ ձեզ ավելի հեշտ է որպես լինելով կոպի անդամ նախագիծ տանել եւ առաջ տանել, թե ընդդիմությանը։ Ինձ թվում է նախորդ գումարում իմ նման տանջված մարդ չի եղել, որպեսզի մի նախագիծ հասցնի արդյունքի։ Ի՞նչն է խնդիրը, բայց։ Դե խնդիրները շատ են, սուբյեկտիվ են, օբյեկտիվ են, տարբեր են իրանք։ Ուզում եք ձեզ մի հատ խնդիր նկարագրեմ, կարաս գնաս մի փորձագետի հետ նստես խոսաս, բայց ինքը քո վրա նայի իր փորձագիտական աչքերով։ Իսկ իր փորձագիտական աչքերը եւ իր փորձագիտական ունակությունները իրեն ասում են բառացի մի բան, որ իրանից լավ փորձագետ աշխարհում գոյություն չունի։ Ես կարամ այդ խնդիրը։ Որ ձեզ հիմա օրինակ Մենակ մի պարագայում կարամ լուծեմ, եթե համառ լինեմ, հանդուգն լինեմ ու տենց ամեն օր գամ ջանք ու երան
չխնայեն, որպեսզի մի օր իրան հասկացնեն, որ ինքը աշխարհի ամենալավ փորձագետը չի, իր նման այնքան փորձագետներ կան աշխարհում, իսկ խնդիրը մնում է չլուծված։ Բարդ գործ է, հեշտ գործ չի իրականում, եթե ինչ-որ մեկին թվում է, որ ազգային ժողովի падգամավոր լինելը տենց ինչ-որ, չգիտեմ ոնց են ասում, մանանայա, չէ, այդ լուրջ աշխատանք է, կարևոր աշխատանք է, մեծ պատասխանատվություն ու այդ աշխատանքի մեջ ամենալրջագույն պրոբլեմային է, քանի որ դու ազգային ժողովի падգամավոր ես եւ դու ստիպված ես հնարավորինս քաղաքացիներին հասանելի լինել, որտեղ դու օրինակ այլ պետական համակարգի սենց ասեմ, լավ ենթադրենք տենց բաժնի պետի նման աշխատակազմ չունես, որի միջոցով դու կարաս կոմունիկացիա անես քաղաքացիների հետ, դու պարտավոր ես անձամբ քո դեմքով դա անել։ Իսկ դա գիտեք ինչ հսկայական ժամանակ է։ Պարոն Գաբրիելյան, մի բան եմ ուզում հասկանալ։ Շատ դեպքերում իհարկե նաև անարդյունավետ ծախսվող ժամանակ է, բայց դե չես կարող այդ ժամանակը չծախսես։ Հիշում եք ժամանակին դուք շատ եք քննադատում նախորդ իշխանություններին այդ ավելի ծախսերի սխալ կառավարման հարցում, ես հիշում եմ։ Ու դուք շատ adekvat լավ քննադատողական հայացքով եք ամեն ինչի վերաբերվում։ Հիմա, քանի որ դուք եք հենց իշխանությունը եւ դուք հենց իշխանության ներկայացուցիչ եք, մի adekvat քննադատողական հայացքով դուք ինքներդ ձեզ ու ձեր քաղաքացիական պայմանագրի սպասարկության գործունեությանը վերաբերվում եք։ Ծրագրերի իրագործման արդյունավետությունը եւ ծախսերի արդյունավետությունը խորհրդարանական վերահսկողության շրջանակներում են, ինչ ուղղությամբ պետք է աշխատեն։ Հանձնաժողովը պետք է աշխատի։ Օրենքով պարտադրված բան է, դե կապ չունի իմ վերաբերմունքը։ Ոնց կապ չունի, օրինակ նույն տարբեր հավելավճարները, պարգևատրումները, մեքենաները եւ Ինչու՞ եք այդ հավելավճարները ու պարգևատրումների մասին։ ժամանակին դրա մասին խոսում էինք։ Հա, երևի մեր եւս մի մեծ բաստողումն է, որտեղ վաղուց պետք է դա փոխած լինեինք եւ դարձնեինք աշխատավարձ։ Հա, այսինքն հիմա պետք է աշխատավարձերը բարձրացվեն, երբ որ հասարակ մարդու աշխատավարձը ավելի ցածր է։ Հասարակ մարդու Սովորական հասարակ մարդու աշխատավարձը զուգանքները շատ են, հարկերը շատ են։ հասարակ մարդու աշխատավարձն պետք է բարձրանալ, չեմ ասում չպետք է բարձրանալ։ Դե Բայց մարդը աշխատանքը պատշաճ իրագործելու։ Հիմա ուզում եք ուրիշ բան ասեմ, ազգային ժողովի падգամավորին մի օգնական վճարովի քիչ է։ Դուք տալիս ես ազգային ժողովի падգամավորին 7 հատ հսկայական ոլորտ, անգամ եթե ինքը մասնագետ է X ոլորտի, ենթադրենք զինվորական պաշտպանությունից եւ անվտանգությունից եք խոսում, բոլորը միանգամից զինվորական են պատկերացնում։ Ինչպես կարող զինվորական չլինի։ Կարա ոստիկան լինի, օրինակ։ Կամ կարա ծառայող լինի, որտեղ ինչի պարտադիր զինվորական, եթե պաշտպանություն եւ անվտանգություն։ Հա, բայց դուք տալիս եք մի մասնագետին 7 հատ ոլորտ, մի օգնական եք տալու, ասում եք գնա վերահսկի։ Շատ բարի, բայց հարցը կներեք չեմ կարա չասեմ, ոնց անի այդ մարդը։ նույն փրկարարը ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան ազգային ժողովը։ Նույն փրկարարը ավելի կարևոր գործանում ինձ համար ամեն դեպքում։ Իսկ ես չի ասի, որ շատ ավելի կարևոր է, որովհետև ոչ պակաս կարևոր է ազգային ժողովի պատգամավորի աշխատանքը, որովհետև փրկասած չի, բարձրանալու է։ Անընդհատ բարձրանում է եւ անընդհատ չէ, դե հիմա դուք ինձ նենց հարց եք տալի, որ ես նենց հստակ ձեզ թվերով չեմ կարող դիապետել, բայց հաստատ ոչ 5 եւ ոչ 10,000 առավել եւս ածեստավորման պարագայում։ Առնվազն կրկնակի աշխատավարձները բարձրացել։ Ածեստավորումը դերս ավելի լուրջ ու այլ խնդիր է, ձեր մասով չի դրա համար չեմ ուզում քննարկել, ամեն Չէ, դեպքում ածեստավորումները իմ խնդիրը, որովհետև իրավապահ համակարգում է զինված ուժերում ածեստավորման գործընթաց կա։ մարդկանց համար, որովհետև կարծես ձևական բնույթ է։ Ես տես չի ասի, որ ավելորդ է, բայց թե բուն ածեստավորման գործընթացը ներսում, այսինքն այդ գործառույթները, որ ինչպես է իրականացվում, ինչ արդյունավետություն ունի, այդ ուսումնասիրել թեմա է, ով ասես չէ։ Ով ասում չի, իհարկե ուսումնասիրել է, արդյոք կարելի է եղածը բարելավել օրինակ հիմա, կամ այլ սանդղակներ սահմանել, ավելի բարդ անցածների համար իհարկե։ Բայց պետք է գնալ այդ թեման հստակ ուսումնասիրել, հասկանալ ինչն է արդյունավետ, ինչը ոչ։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ, իրականում մաղթում եմ, որ ձեր ոլորտում դուք հաջողեք ու ձեր ասած համակարգային լուծումները մենք ունենանք, որովհետև դա հանուն Հայաստանի Հանրապետության եւ պետականամետ մարդու համար բնորոշ որոշումներ են, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտող կհանդիպենք մի շաբաթ։